Էլի հետաքրքիր իրադարձություն, որ տեղի է ունենալու ապրիլի 25-ից 27-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա տարածաշրջանի միջազգային ամենամասշտաբային F&B միջոցառումը ProFood Armenia 2025-ը, որը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին, ոլորտում հետաքրքրվող անձանց, խոսնակների ամբողջ աշխարհից ընձեռելով համագործակցության, գիտելիքների, փորձի փոխանակման եւ բիզնեսի զարգացման լայն եւ բացառիկ հնարավորություն։ Այս ամենի մասին ավելի մանրամասն մեր գեղեցկուհիները ձեզ կներկայացնեն։ Ես հիմա իմ կտրված ձայնով փորձեմ մեր ժյուրերին ներկայացնել Պրոռեկա ընկերության հիմնադիր եւ տնօրեն Սյուզաննա Միքայելյան, ProFood Armenia-ի տնօրեն Աննա Մուրադյան, կոմերցիոն բաժնի ղեկավար Անյա Վարդանյան։ Բարև ձեզ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ձեր գարունը շնորհավոր։ Շնորհակալություն։ Ինչի շնորհավոր։ Գարունը։ Գարունը։ Ասայդ ինչ կլինի։ Շնորհավոր ձեր անունն եմ պարզացնում, էլի։ Միամսյակը։ Միամսյակը շնորհավոր, տաքերը շնորհավոր։ Հատկապես տանքերը։ Մեր տաղավարում ձեր մուտքը շնորհավոր։ Շնորհակալ ենք հրավերի համար, շնորհակալ ենք, որ այսօր այստեղ ենք ու կիսվելու ենք մեր գեղեցիկ եւ ֆանտաստիկ միջոցառմամբ։ Այո, ես ընթերցեցի բավական լայնամասշտաբ եմ, որ ասում է փոխ համագործակցության ինչ-որ դետալներ, եկեք մանրամասն հասկանանք։ Ինչ է տեղի ունենալու, ովքեր են կարողանալու այնտեղ իսկապես ներկա լինել եւ այցելուները ինչ կարող են իմանալ։ Պատմենք նախ իվենթից, միջոցառումը բավականին մեծ է, մենք միշտ այսպես ներկայացնելուց ասում ենք 4 մասից բաղկացած խոշոր միջոցառում ենք անում Հայաստանում, ապրիլի 25, 26, 27 3 օրերի ընթացքում մարզահամերգային համալիրում անցկացվելու է ProFood Armenian։ Երրորդյա այս միջոցառումը միավորելու է 4 տարբեր ուղղություններ, ունենալու ենք ֆեստիվալ, ուտեստների փառատոն, ներկայացված են լինելու տարբեր երկրների խոհանոցներ, անցկացվելու է մաստեր կլասներ, շոուներ, օրինակ մեքսիկական տաղավարում Մեքսիկայից ունենալու ենք հյուր շեֆ, Միշլեն սթառաստղերով շեֆեր, ովքեր գալու են ու տարբեր մաստեր կլասներ անեն, դա դրսի հատվածում լավ երաժշտություն, համեղ ուտեստներ, ներսի հատվածը ավելի պրոֆեսիոնալ էքսպոյա, B2B էքսպոյա կոչվում, ներկայացված են լինելու տարբեր արտադրողներ, ներմուծողներ, արտահանողներ, քանի որ էքսպոն երկու ուղղություն ունի, պատկերացրեք արտադրում եք ջուր, ուզում եք վաճառքը մեծացնեք ռեստորանային բիզնեսում, լավագույն տարբերակն է էլի ներկայացված լինելու, այստեղ կարող եք ներկայացնել ձեր պրոդուկտը, արտադրանքը, ծառայությունը հոռեկա բիզնեսին, հոթելներում, ռեստորաններում, սրճարաններում, ամբողջ Հայաստանի տարածքով։ Ու ոչ միայն, ինչի ենք նշում B2B էքսպոյա, քանի որ մենք ընձեռելու ենք լայն հնարավորություն դեպի արտահանում։ Այսինքն մեր հայկական արտադրանքը, ջուրը, ծառայությունները, մարդիկ, ովքեր ուզում են արտահանեն դեպի այլ երկրներ, օրինակ Սաուդյան Արաբիա, Դուբայ, Քատար, նմանատիպ երկրներից մենք ունենալու ենք տաղավարով հենց բայերներ, դիստրիբյուտորներ, ովքեր գալու են ծանոթանան հայկական արտադրանքին, պրոդուկտին, ծառայություններին ու ինչու ոչ տեղում հենց կնքեն պայմանագրեր։ Դա B2B էքսպոյի ամենահետաքրքիր կտորը, ունենալու ենք շեֆերի մաստեր կլասներ, 100-ից ավել շեֆեր ենք հյուրընկալել աշխարհի տարբեր երկրներից, լինելու է top table-ներ, live kitchen show-ներ, որտեղ որ ցույց ենք տալու ինչպես է պետք նոր տեխնիկաներ մտցնել խոհանոց, առանց ծախսերի խոհանոցային տեխնիկաների ներմուծում, նոր տեխնիկաներ, հետաքրքիր ձևով մաստեր կլասներ լինելու, ունենք կոնֆերանսների հատված, որը վերաբերում է արդեն բիզնեսին, օրինակ ռեստորատորները ինչ ձևով, ինչ նոր տեխնիկաներ օգտագործեն բիզնեսում ավելի հետաքրքիր ու ճկուն զարգացնելու համար բիզնեսը, եւ նետվորքի բավականին լայն հարթակ է լինելու, այսինքն այսպես 4 հետաքրքիր ուղղություն, մոռացա ասել, նաեւ ունենալու ենք շեֆերի ProChef Armenia մրցույթը, որը միավորելու է բոլոր հայ երիտասարդ շեֆերին, մրցելու են միասին եւ հաղթողը ստանալու է ամենահետաքրքիր մրցանակը, այսպես մեկ ամիս վերապատրաստում top 15 Դուբայի լավագույն ռեստորաններից մեկում։ Ընտիր։ Բայց ես ամենակարևորը ֆիքսվեցի ջրի վրա։ Ինչի՞։ Շատ կարևոր ֆակտոր է ջրի վրա եւ Դուբայ, Քաթար եւ Միացյալ Էմիրություններ։ Որտեղ որ ջուր չկա, ամենաշատը այդտեղ ջրի կարիք կա։ Եվ որտեղ որ ջուր կա եւ ջուր արտադրողները։ Իդեպ այս խնդիրը կա։ Իրականում ես Դուբայում, քանի որ մեր ընկերությունը արդեն գործում է նաև Դուբայի շուկայում, Էմիրատներում ենք ու նաև Սաուդյան Արաբիայում ենք վերջերս բացվել, ես ինքս տեսնում եմ, որ համերը շատ, այսպես ամեն ինչ կարող ես գտնել Դուբայում, բայց համային մասով, օրինակ մեր արտադրանքը իրականում շատ համեղ է, մեր պահածոները, ջուրը,
ալկոհոլային խմիչքները նույնպես ներկայացված չեն։ Եթե ունենք ներկայացված շատ քիչ տեսականի ունենք Դուբայում, դրա համար շատ մեծ շուկա է ու մեր հայերը իրոք հնարավորություն ունեն դուրս գալու ու մեր այս համեղությունները ներկայացնել դուրս։ Իդեպ ես ասեմ կոնկրետ ջրի հետ կապված Հայաստանի սահմաններից դուրս լավ Վրաստանը թողնենք Հայաստանի սահմաններից դուրս ես գալիս եւ ոչ մի ջուր դու չես կարողանում համակերպվել այդ ջրերի համերի հետ։ Մեր արտադրանքը մի քանի անգամ ավելի լավն է, քան, չգիտեմ, Եվրոպա, Միացյալ Նահանգներ ու բոլոր տեղերի ջրերը, գիտես ոնց որ արտեզյան ջուր խմես։ Չես հագել։ Վերջերս ես էլի հարցազրույցներից մեկում նշեցի, որ մենք ունենք բավականին համեղ ու հետաքրքիր խոհանոցներ, բայց այստեղ տեխնիկաների պակաս կա, այսինքն մենք դրսից կարիք ունենք նոր տեխնիկաներ սովորելու, իսկ դուրս ինձ թվում է Անյան մի փոքր ավելի մանրամասն կներկայացնի հենց էքսպոն, քանի որ ինքն է զբաղվում վաճառքներով, ովքեր կարող են մասնակցել, որտեղ մենք դեռ ունենք տաղավարներ, դեռ ունենք տարածք ազատ, որտեղ մարդիկ կարող են գալ ներկայացնել իրենց հենց արտադրանքը։ Շնորհակալություն։ Նախ կուզեմ երկու բառով ներկայացնեմ ինչ է հորեկան, միգուցե հեռուստադիտողներին այդքան էլ ծանոթ չլինի։ Հորեկան միջազգային բառ է, բաղկացած է անգլերեն 3 տերմիններից՝ հոթել, ռեստորան, կաֆե, այսինքն հյուրանոց, ռեստորան եւ սրճարան։ Այն ամենը, ինչ վերաբերվում է հյուրընկալության ոլորտի հետ, հյուրանոցա-ռեստորանային բիզնեսի։ Profood Armenia միջազգային իվենթը բավականին լայնամասշտաբ հնարավորություններով լի հարթակ է, որտեղ որ հայկական արտադրողները ունեն մեծ հնարավորություն իրենց արտադրանքը, իրենց նորությունները ներկայացնեն ոչ միայն հայկական հոռեկա շուկային, այլ արտերկրի, ինչպես շեշտեց իմ գործընկերը, Ռուսաստան, Վրաստան, Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, դրանք այն երկրներն են, ովքեր որ շատ հետաքրքրություններ ունեն մեր տեղի արտադրանքով, իհարկե տարբեր ոլորտների արտադրանքներով, եւ ProChef միջազգային կոնկուրսը նույնպես լայնամասշտաբ հնարավորություն է հայկական խոհարարների համար, որպեսզի իրենք կարողանան ներկայացնել իրենց նորամուծությունները հենց խոհանոցային ոլորտում։ 80-ից ավել ունենալու ենք արտերկրից խոսնակներ Իտալիա, Իսպանիա, Վրաստան, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, տարբեր երկրներից, իհարկե ամփոփելու են միայն հոռեկա շուկային։ Այսինքն ինչպես ռեալիզացնել ձեր արտադրանքը, ինչպես կառուցել նոր հոռեկաներ տարբեր թեմաներից։ Իդեպ ավելացնեմ, Instagram-ան էջը մեր բավականին ակտիվ է, հեռուստադիտողները կարող են ProChef Armenia կոնկուրսի մասին այնտեղից տեղեկություններ ունենալ, Profood Armenia 2025, այնտեղ ամեն օր մեր նորությունները եւ իհարկե դրսի հյուրերի նորությունները կարող են այնտեղ իմանալ։ Հիմնական իվենթի բուն նպատակը այն է, որպեսզի կարողանան մեր արտադրող ընկերությունները ունենան միանգամից հնարավորություն, այսինքն մեր ստեղծած կամուրջի միջոցով իրենց ապրանքատեսականին ներկայացնեն հայկական հոռեկա շուկային եւ իհարկե դրսի մեր գործընկերներին։ Մի փոքր կավելացնեմ, որ ունենալու ենք անգամ տաղավարներ, մենք ունենք նաեւ դրսից գործընկերներ Ռուսաստան, Վրաստան, ովքեր որ նաեւ ուզում են իրանք ներգրավեն հայկական շուկան։ Օրինակ մենք ունենք ընկերություններ, ովքեր որ զբաղվում են ավտոմատացման համակարգով հոռեկա ոլորտում, այսպես ասեմ, բայց նաև ունենք թիրախային ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Էմիրություններից, ովքեր որ ուզում են իրենց տեխնիկայով մտնեն հայկական շուկա, նաև հակառակ տարբերակը։ Իհարկե հետաքրքիր մաս ունենք նաև դրսի հատվածում, դա Food Fest-ն է, որտեղ որ 30-ից ավել ռեստորաններ, ովքեր որ ներկայացնում են տարբեր երկրներ, եվրոպական, հայկական, վրացական, իրենք էլ ներկայացնելու իրենց ֆիրմային ուտելիքները մեր դրսի հյուրերի համար։ Եվ իվենթի ամենահետաքրքիր մասը հենց B2B ֆորմատն է, այսինքն business to business, որտեղ որ անմիջականորեն իրենք կարող են կապ հաստատել արտադրող, արտահանող այդ լիցենզավորված մարդկանց հետ։ Իվենթի մասին այսքանը։ Ընտիր։ Մենք մյուս աղջիկը երևի հնարավորություն տանք հասկանալու ինչ գործունեություն է իրականացնում։ Մեր միջոցառման ժամանակ ամենակարևորը լինելու են վարպետաց դասեր, շոու, քոլաբներ, խոհարարական եւ բար-շոուներ, լինելու է բիզնես խորհրդատվություն, որը հնարավորություն կտա, ինչպես Անյան ասաց, արտահանման եւ ներկրման նոր կապեր հաստատել օտարերկրացի գնորդին եւ մեր պրոդուկտը, հայկական պրոդուկտը ներկայացնել օտարերկրացի գնորդին, որը որ մեզ համար ամենակարևորն է։ Եվ կարծում եմ, որ միջազգային եւ ամենամասշտաբային միջոցառումը, որ կազմակերպել ենք, մենք կհամարենք ստացված 25, 26, 27-ին։ Տեղում հենց մաստեր կլասեր լինելու են, հա, խոհարարների կողմից, դա հետաքրքիր է։ Top table-ներ է լինելու, մարզահամերգայինը մի քանի հարթություն ունի, տարբեր հարթությունների վրա ներկայացված են լինելու տարբեր արտադրանքներ, ծառայություններ, մեր երրորդ հարկում լինելու է top table-ները, 30-ից 40 րոպե անընդհատ խոսնակը փոխվելու է, համ speech, համ զուգահեռ պատրաստման տեխնիկաներով վարպետաց դասեր է լինելու։
ու նաև մի հատված ունենք, որտեղ կոնֆերանսներն են, այսինքն մի կտորը բիզնեսին է հետաքրքիր վերապատրաստման, դրսից ունենք էլի խոսնակ բիզնեսմեններ, ովքեր գալու են քոչեջ իրենց անցած պատմությամբ կիսվելու, իսկ հենց շեֆերի շոուները անցկացվելու է երրորդ հարկում top table-ներում։ Նրանք ովքեր մասնակցելու են, այսինքն նախապես գրանցվում են, հա, որպես իրավունք մուտքը ազատ է, անվճար է, ինչ որ, չգիտեմ, բարդ չի, մտնելու են ուղղակի QR ստանան, այն մարդիկ, ովքեր QR չեն կարող on-line ստանալ, տեղում ունենք ռեգիստրացիայի տաղավար, զուտ մոտենում են համարով, հեռախոսահամարով ստանում են QR-ը։ QR-ով ամբողջ տարածքը մուտք գործելուց QR-ներով կարող են մտնել։ Մենք ունենք նաև VIP հատվածներ, որտեղ հրավիրել ենք տարբեր բարձր պաշտոնի մասնագետների, հենց իրավաբանների, նախարարների, ովքեր տարբեր երկրներից այդ VIP lounge-ում են լինելու, ու մեր հայերը կարող են հենց այդ VIP QR-ը ստանալով մուտք գործել lounge network անելու, էլի ծանոթանալու։ Դե սա որերորդ անգամ է որ նման։ Սա առաջի անգամ է Հայաստանում, նմանատիպ միջոցառումներ դրսում շատ կա, ես մասնակցել եմ աշխարհում շատ մեծ նմանատիպ միջոցառումների, Հայաստանում ինքը առաջի անգամ է կազմակերպվելու ու այսպես ամբողջական մի հատ փաթեթ է մարդու համար, ով ուզում է իր պրոդուկտը ծառայությունը մտցնի շուկա, հոռեկա շուկա եւ արտահանի, քանի որ 0-ից խորհրդատվությունից մինչև լիցենզավորող ընկերություն լինելու է տեղում։ Ինչպես գրանցես բիզնեսը այլ երկրում, ինչ տեխնիկաներ է պետք, ինչ ցուցակներ է պետք, ինչ օրենքների է պետք, որ տիրապետես, արտահանման ինչ լիցենզիաներ է պետք, այս ամբողջ փաթեթը դուք տեղում կարող եք ստանալ։ Ես կուզենամ ուղղակի ավելացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում նմանատիպ իվենթներ շատ են կազմակերպում, բայց հիմնականում իրանք ակցենտավորված են միայն ներսի շուկայի վրա, կապ չունի, դա կլինի հոռեկան, դա կլինի ուղղակի արտադրողների համար, սա ուղղակի մի հատ մեծ լայնամասշտաբ հնարավորություն է, որպեսզի մեր հայկական արտադրողները կարողանան իրենց ապրանքատեսականիները, իրենց նորությունները հենց միայն դրսի շուկայի համար ներկայացնեն։ Սա առաջինն է եւ Էմիրատներից ունենք գնես, այն Էմիրատներից ունենք երկու խոշոր ընկերություն, դիստրիբյուտորսկի ընկերություններ, ոլորտի հենց շուկայի գիգանտներն են իրենք համարվում, ու մենք երկուսի հենց հիմնադիրներին իրենց թիմով հրավիրել ենք Հայաստան, հոթելներ, տոմսեր ամբողջը մենք վերցրել ենք, որ իրենք գան ու մասնակցեն այս իվենթին։ Այսինքն այն մարդիկ, ովքեր դրսից հրավիրված են, դուք իրենց պայմանները, այսպես ասած, լուծել եք, որպեսզի կարողանաք տոմսեր, հյուրանոցներ 200-ից ավել հյուր ենք ունենալու, որից 80-ից 100-ը լինելու են շեֆեր, ռեստորատորներ, հենց բիզնես քոչեր, ովքեր գալու են այդպես հետաքրքիր մայստեր քլասներ անելու։ Հիմա մեր հյուրանոցները, ռեստորանները, շեֆերը այս ինֆորմացիային մենք լուսաբանեցինք, բայց իրենք տեղյակ են ինչ-որ ձև։ Հիմնական տեղյակ են, մենք շեֆերի կոնկուրսին արդեն ունենք 100-ից ավել երիտասարդ շեֆեր, ովքեր դիմել են։ Իդեպ նշեմ, որ այստեղ կարևոր է 3-ից 5 տարվա գոնե պրոֆեսիոնալ փորձ խոհանոցում, ռեստորանում ու հանգիստ կարող են դիմել։ Մենք այս պայն ունենք 100-ից ավել հայտեր, իդեպ ունենք նաև Վրաստանից դիմորդներ, Ռուսաստանից դիմորդներ, բայց շատ ցանկալի է, որ հենց հայերը մասնակցեն ու հաղթեն։ Ռուսաստանից, Վրաստանից դիմորդ, թե։ Հենց եկող հայերը։ Ինձ եղբայրս մասնակցում է, թե չէ։ Ես ուղղակի Կարողա տեղյակ չի։ Ես կուզենամ ավելացնեմ ձեր հարցին իհարկե մի փոքր ուրիշ կողմից ներկայացնեմ, տեղեկացված լինելու այդ մասը ավելի հեշտացնում է, գիտեք ինչ է, Պրորեկան ընկերության անցած ճանապարհը, քանի որ Պրորեկան 2019 թվականից աշխատում է մոտավորապես 200-ից ավել ռեստորանների, հյուրանոցների հետ, տարբեր մարքեթինգային հարցերով, SMM ֆորմատով, դրա համար մի փոքր մեր գործընկերները ամենաառաջիններն են տեղեկանում, դրա համար ոնց որ այս հարթակը մեր մոտ մի փոքր ավելի հեշտ է։ Այո, Պրորեկան ծանոթանանք, տեսնենք։ Այո։ Շեֆա։ այո։ Շատ լավ։ Ես էլի ավելացնեմ, Ասում ենք Իվանի ոչից պիտի բռնենք։ Այո, հա, ամենահետաքրքիր մասը նաև մեր միջոցառման փակումն է լինելու ամսի 28-ին, քանի որ ինչպես շեշտեցինք, մենք 200-ից ավել արտերկրից հյուրեր ունենք, եմ ասում դա Հայաստանի պատիվն է, մեր դեմքն է, փակումը լինելու է առանձին եւ այդտեղ արդեն կհայտարարվի Պրոշեֆ միջազգային կոնկուրսի ոնց որ հաղթողին, բայց կուզեմ հաղթողի մրցույթի այդ Grand Prix-ն ասի Սուզաննան ինչա լինելու։ Արդեն գնալու է վերապատրաստում բավականին մեծ բյուջեի մասին է դա, մնալ իր ամբողջ ծախսեր։ Իդեպ նշեմ, որ այն հյուրերը, որոնք որ գալիս են Հայաստան, նշեցինք 200-ից ավել հյուր, իրենց մենք 3 օրով չենք բերում Հայաստան,
Բերում ենք բոլորին 7 օրով, այսպես հրավիրում ենք իրենց ընտանիքներով, Հարուստ եք, ապահովում ենք էլի։ տուրերով իրենց, այսպես Հայաստանում ամբողջ տարածքներում պտտացնելով։ Մենք չեղավ մեզ 7 օրով տանի միտեղ Չերանք պետք է գնալ լավ տպավորություններով Հայաստանից։ Ամենակարևորը շատ տպավորված գնան, որովհետև մենք Հայաստանը ներկայացնելու խնդիր ունենք դուրս, երբ որ ասում ես Հայաստան, Արմենիա միանգամից հազարդ անունի հետ են խառնում, մինչև հասկանում են Արմենիան որն էր, դրա համար շատ ցավալի է դա, բայց ուտեն տենան ուտեստը որն է։ Այո, դրա համար այս միջոցառումը հենց զարմացնելու համար է, նաև այս մեր հյուրերին ու դուրսը ցույց տալու համար։ Իրականում այս ոլորտը, որովհետև ահա որ ակտիվը զարգանում է Հայաստանում այս վերջին տարիներին եւ միանշանակ լավ է, բայց երբ մենք խոսում ենք նրա մասին, որ ինչ որ մարդիկ ես էլ գիտեմ, հա, օտար երկրում երբ ասում ես Արմենիա կամ Հայաստան 1000 ու մի երկիր են ասում, տեղը չեն բերում, մինչև դու տենց ինչ որ անուններ ես սկսում հնչեցնել, իմիջիայլոց, որոնք սկսում են ճանաչել։ Բայց այս տեսակ միջոցառումները անշուշտ հնարավորություն են տալիս նախ ճանաչելու հայկական մշակույթը, ինչու՞ չէ հայկական խոհանոցը, որովհետև մենք պակաս զարգացած չենք, մեր մատուցման սերվիզը եւ ռեստորանային սերվիզը բարձր մակարդակի վրա է, շատ եվրոպական բարձրակարգ է, այսպես ասած առաջատար երկրներ իրենց ռեստորաններով հանդերձ պիտի գան մեզ մոտ սովորեն եւ բոլորն են այդ ասում, մենք որպես այցելու ենք դա տեսնում, այնպես որ այդ առումով մենք իսկապես չենք դոփում, ոչ էլ հետ ենք։ Վերջի տարիներին շատ զարգացավ հոռեկա բիզնեսը ու շեֆերը հենց զարգացան։ Մեր շեֆերը դարձել են արվեստագետներ, ստեղծում են, ստեղծագործում են։ Որովհետև սկսեցին վերապատրաստել, նախ սկսենք դրանից։ Հենց արտադրանքը համեղ է, տեխնիկան էլ ավելանում է, ավտոմատ դառնում է շատ հետաքրքիր պրոդուկտ, որը որ կարող է զարմացնել աշխարհին։ Այս սրճարաններն ու ռեստորանները, որ Հայաստանում է բացվում, ոչ միտեղ չի բացվում ես եւ իրենց ռեստորանը ախր բացի ուտեստից դա ինտերիեր է, դա մատուցում է, դա վերաբերմունք է, շատ բաներ կարող են։ Եվրոպայում այդ անձեռոցիկ այնպես է տալիս քեզ, տալիս է գլխից, հետո է դնում սեղանին։ Վրաստանի մասին չենք էլ խոսում։ Եթե տալիս է իհարկե անձեռոցիկ։ Տարածաշրջանում բավականին զարգացել ենք ու մենք էլ մեր ProReca agency-ով փորձում ենք ամեն ինչ անել, որ հոռեկա ոլորտը զարգանա Հայաստանում։ Արտադրում ենք Chefbook, արտադրում ենք ProReca magazine, տարին մեկ անգամ թողարկում ենք ամսագիր, որտեղ պատմում ենք ոլորտից, մարդկանցից, անցած պատմությունից։ Այս տարի ունենք արդեն նպատակ ամսագիրը նաև ներկայացնել Դուբայում, Դուբայի բարձրակարգ ռեստորաններում, հյուրանոցներում դրված է լինելու մեր ամսագիրը։ Ունենալու ենք airline-ներ, որտեղ էլի սամալյոտների մեջ դրված, օդանավների մեջ դրված է լինելու հենց ամսագիրը, մարդիկ կարող են վերցնել, թերթել, ծանոթանալ։ Նույնպես որ մենք ինքներս փորձում ենք մեծ ներդրում անել ու շատ լավ է, որ Հայաստանում շատ մարդիկ են նմանատիպ միջոցառումներ կազմակերպում։ Ինչքան շատ լինեն, այնքան ոլորտը ավելի կզարգանա։ Անշուշտ, այո։ Մի հարց էլ, եթե չեմ սխալվում, Միշլեն ունեցող շեֆեր գալու են Հայաստան։ Այո։ Իդեպ ունենք հայ շեֆեր, ովքեր հենց ունեն Միշլեն, օրինակ Սեպուն է գալիս Կանադայից։ Կանադայից, մենք Կարենին ունենք Բելգիայից, Բելգիայում Թորոսյան Կարենը շատ հույս ունենք իրեն էլ կկարողանանք հրավիրել, դեռ պատասխանը չունենք, բայց Սեպուն է գալիս Միշլեն ստար, մոտավոր 30-ից ավել հոգին հենց ունի Միշլեն ստար։ Իսկ մնացածը էլի սելեբրիթիներ են, բավականին շատ ֆոլոներով, այսպես 1.5-2 միլիոն պատվիրատուներով հյուրեր ունենք։ Հետո բացի դա շատ կարևոր է, որ հայկական խոհանոցը համաշխարհային խոհանոցում այդ ընտանիքում ցած գրանցվի լավ մածես պլյուս դրվի, դրա համար պետք է այդ խոհարարները գան, համ տեսեն, հասկանան։ Իրականում մենք դրա պետք է զարմացնեն։ Ասում մենք հանգիստ կարող ենք հայտ ներկայացնել, պարզապես պետք է այս տեսակ հնարավորություններ հիմա միջոցառման տեսքով, որ կարողանաս ներկայանալ։ Թե չէ ոչ թե չունենք, դրա համար չենք ներկայանում, այլ պարզապես հարթակ գուցե չի ձևավորվել, որպեսզի պատշաճ ներկայացվի։ Առաջինն է, ինձ թվում է շարունակական կլինի ու շատերը կփորձեն նմանատիպ միջոցառումներ անել։ Դրա համար մենք հույս ունենք, որ բոլորը կգան, կմասնակցեն, կտեսնեն, կսովորեն, կվերապատրաստվեն, այդ շատ կարևոր է, որ բոլորին մենք ունենանք, այսինքն ուտեստ համեղ սիրահարից մինչև պրոֆեսիոնալ մասնագետ, մենք ուզում ենք հյուրընկալել մեր իվենթի շրջանակներում։ Շնորհակալություն, ասում եմ գործի որ կանայք են կպած անհնար է լավ բան չստացվի, որովհետև կանայք հետևողական եւ նվիրումով անում են իրենց գործը, հա ինչ։ Ես միայն ուրախանում եմ։ Այո, դու երկար տարիներ հետ եք ընկի ամեն ինչից։ Ես ուրախանում եմ, որ հիմա դա հստակ քայլերով գալիս եք առաջ։ Այո։
Դե կատակ եմ անում։ Շնորհակալ ենք շատ։ Ասում դու մենակ ես, մենք 4-ը, հիմա ինչ ես ընկել։ Ես չեմ վախենում, ես ձեզ շատ սիրում եմ։ Շնորհակալ ենք աղջիկներ հյուրընկալության համար, ցանկացած թեմա է։ Իսկ ես առաջարկում եմ բոլորիս իմիջիալոց անկախ նրանից խոհարարեք թե այդ բիզնեսում չկաք, վստահ եմ, որ շատ հետաքրքիր կլինի տեսնել, որովհետև այն ինչ տեղի եմ ունենում այնտեղ բոլորիս հաստատ կարող է հետաքրքրել ու տեսնել, հետաքրքիր իհարկե մարդիկ, հետաքրքիր ինչ էիք ասում, ինչեր էիք անում, շոուներ, հա։ Եվ վերջը Հայաստանում կազմակերպված բոլոր միջոցառումները ֆանտաստիկ են։ Պետք է սա էլ Դե մենք համաձայնենք։ մի բան որ անում ենք տեղն Դե ենք հա։ անում, կարճ։ Դե հա։ Գովազդներ եթերում։